Այս գիշեր Ղարաբաղի-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների հետևանքով հայկական կողմը 3 վիրավոր ունի։ Նրանցից մեկի վիճակը ըստ Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանի գնահատվում է ծանր։ Բեկորային վնասվածք է ստացել ազդրի ստորին երրորդականի հատվածում, կոտրվածք, տեղաշարժով, կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չունենք վերջին 2 օրերի ընթացքում։ Ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը 125 վիրավոր է ունեցել, նրանցից 5-ի կյանքը չի հաջողվել փրկել։ Խաչատրյանի փոխանցմամբ այսօր դեռ շարունակում է ծայրահեղ վիճակում գտնվել 3 զինծառայող, 2-ը Էրեբունի բժշկական կենտրոնում են, 1-ը կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Վիրավոր զինվորներից 87-ը ապաքինվել եւ վերադարձել են զինվորական ծառայության։ Դրանք այն վիրավորներն են, որոնք որ կարելի ասել ոչ թե կարելի, այլ լիարժեք ապաքինված են, ինչպես նաև որոշակի ուշացրել ենք իրենց դուրս գրումը կատարվող հոգեբանական աշխատանքների առումով։ Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո հայկական կողմից վիրավորվել է եւս 34 զինծառայող։ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի փոխանցմամբ նրանցից միայն մեկի վիճակն է ծայրահեղ ծանր, վիրավորվել է գլուխը։ Խաչատրյանը վստահեցնում էր, ժամանակին վիրահատություններ կատարելու շնորհիվ հնարավոր է եղել խուսափել զոհերի ավելի մեծ թվից, ինչպես նաև իջեցնել հաշմանդամության տոկոսը։ Հաշմանդամության դեպքերի մասով թվային հստակ տվյալներ դեռ չեն ներկայացվում, քանի դեռ զինվորները դուրս չեն գրվել հիվանդանոցներից։ Մեկ դեպքում 2 ստորին վերջույթների ամպուտացիա, 3 դեպքում մի վերջույթի ամպուտացիա ունենք, բայց քանի որ տվյալ ունենք զինծառայողներ նաև որ հետագա կրկնակի բարդ վիրահատությունների կարիք են ունենալու եւ մենք դեռ այդ ապաքինելուց հետո կհասկանանք տանում է դա հաշմանդամության այդ իրավիճակը թե չի տանում հաշմանդամության եւ բացի դրանից ունենք 5 հոգի գլխի, գլխուղեղի վնասումով, ողնաշարի վնասումով զինծառայողներ, որոնց դեպքերում եւս դեռ վաղ է խոսալ հաշմանդամության մասին։ Ազատության հարցին արդյոք այսօր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բժշկական հաստատությունների պայմանները, բժշկական սարքավորումների որակը թույլ են տալիս պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր զինվորներին։ Խաչատրյանը արձագանքեց։ Ես որպես նախորդ պատերազմի մասնակից եմ ասում եւ որպես նախորդ պատերազմում եղել եմ որպես զինվոր։ Եթե վերցնենք համեմատական նախորդ պատերազմի եւ առօրյա մեր ունեցած այսօրվա մեր ունեցած բժշկական հաստատությունները միանշանակ շատ մեծ տարբերություն կա։ Իհարկե կա։ Եթե մենք կարողանում ենք այսօր որակավորված լիարժեք բուժում կազմակերպել, ենթադրենք Մարտակերտի հոսպիտալում, այսինքն դա իրենից ենթադրում է հետեւյալը, որ Մարտակերտի հոսպիտալը այնքան հագեցված է բժշկական տեխնիկայով եւ գույքով, որ կարողացան այդ վիրավորներին վիրահատել։ Հնարավորություն ունեցել ենք։ Մեր մյուս հոսպիտալներն էլ բոլորն էլ ապահովված են։ Այդուհանդերձ Խաչատրյանը չի բացառում, որ որոշ դեպքերում կարող են խնդիրներ առաջանալ հետվիրահատական փուլում։ Այդ ժամանակ ըստ պաշտոնյայի զինծառայողների հետագա բուժումը պետական միջոցների հաշվին կապահովի արտերկրում։ Դա դեռ վաղ է խոսալ, որովհետև մենք դեռ գտնվում ենք, գիտեք, դա բոլորն է թարմ, ապրիլի 1-ից մինչև առ այսօր դա մեծ ժամանակահատված չի, որպեսզի մենք կարողանանք սարքել մի մասին սարքենք տրանսպորտաբիլ, որպեսզի կարողանանք էվակուացիա անենք այլ երկիր։ Կաշխատենք այդ ուղղությամբ եւ հնարավորության սահմաններում, եթե ինչ որ Հայաստանում մենք չենք կարող անել, միանշանակ վստահեցնում եմ, որ հետագա բուժումը կազմակերպվելու աշխարհի լավագույն կլինիկաներում։ Ամսվա սկզբին ծավալված գործողությունները նաև որոշ թերություններ ջրի երես հանեցին։ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին չի բարձրաձայնում անվտանգության նկատառումներից ելնելով։ Հավելում է միայն, բանակում գիտեն ինչը պետք է փոխվի։ Մեր մեջ ծնվել է նոր ղեկավարման եւ ապահովման բժշկական ապահովման նոր մոդել, որը որ չի նմանվի եւ չի լինի ոչ նատոյական, ոչ ռուսական, ոչ որևէ մի այլ երկրի, այլ կլինի զուտ հայկական։ Մեր պետությունը փոքր պետություն է, բժշկական հիմնարկները մոտ առաջնագծին, մեր մոտ պետք է ամեն ինչը կազմակերպենք ելնելով մեր տարածքի բնույթից, մեր աշխարհագրական դիրքից։